30 տարի ուսուցիչներին եւ քարոզելով եւ շատ վատ վիճակում դնելով վերել հասցրել են այնտեղ, որ այսօր ոչ երիտասարդներ երազում օրինակ լինել ուսուցիչ, որ մեծ առաքելություն է, ընդ որում եթե նայենք կրոնի տեսակետից էլ, այն Աստվածը, ում որ մենք պաշտում ենք, ուսուցիչ է։ Ոչ միայն մեր կրոնում, բոլոր կրոնների հավատամքի, այո, ներկայացուցիչները մարգարեն ինչ է, ուսուցանողն է ժողովրդի։ Այո։ Բուդդայական ավանդույթի մեջ, քրիստոնեական, այսինքն հայրը ինքը ուսուցիչ է, մայրը ուսուցիչ է, ծնողը ինքը այդ գործառույթ ունի։ Եվ այդտեղ գալիս ենք հետեւյալին, քանի որ խորհրդանիշներից ենք խոսում։ Մենք ունենք խորհրդանիշներ, որոնց վերածում ենք իկոնաների, այսպես ասած, սրբապատկերների, որոնց պետքա դնել եւ դիմացով անցնելուց, չգիտեմ, խաչակնկալ կամ խոնարհվել։ Բայց մեր ու այդ խորհրդանիշների մեջ անդունդ է գոյանում։ Այսինքն ինձ համար առնվազն հստակ կա երկու տիպի խորհրդանիշներ, որոնք ապրում են եւ մեր առօրյայի մեջ են եւ իրենք իրենց էներգիայով սնում են մեզ, եւ խորհրդանիշներ, որոնք մահացել են եւ նման են մեռելապաշտության։ Իմիջիայլոց այդ մահացած խորհրդանիշների մեջ կարող են շատ լավ եւ արժեքավոր խորհրդանիշներ, որոնք կարելի է վերակենդանացնել։ Անպայման, չկա խորհրդանիշ, որ մեռավ ու վերջ։ Ու վերջ, այո։ Դրանք հնարավոր էին վերակենդանանալ։ Միանշանակ։